Բաքվում ընթանում է եռակողմ բարձրաստիճան հանդիպում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև, ստեղծելու անխոչնդոտ լոգիստիկ միջանց հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային ուղու արևմտյան երթուղով։ Նախագիծը նպատակ ունի վերացնել առկա բոլոր խոչընդոտները, ապահովելով ապրանքների, ծառայությունների և տրանսպորտի ազատ տեղաշարժը երեք երկրների միջև։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ընդգծել է, որ միջանցքի զարգացումը պահանջում է համատեղ աշխատանք, ուղղված նեղ անցումների ընդլայնմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը և մաքսային ընթացակարգերի պարզեցմանը։ Նրա խոսքով այս քայլերը կստեղծեն լավագույն մրցակցային պայմանները երեք երկրների ապրանք արտադրողների և արտահանողների համար, նպաստելով տնտեսական աճին և տարածաշրջանային ինտեգրման խորացմանը։ Հայաստանի մասնակցությունը այս նախաձեռնությունում ներկապային բացակայում է, և միջանցքը անցնում է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ուղղությամբ, շրջանցելով հայկական տարածքը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով սա առաջին հերթին բխում է Ռուսաստանի շահերից, բայց Ադրբեջանն ու Իրանը ևս լրջորեն հետաքրքրված են նախագծում։ Հատկանշական է, որ նույնիսկ ռուս-ադրբեջանական ճգնաժամի ամենաակտիվ փուլերում բանակցությունները շարունակվում էին։ Այս փաստը ցույց է տալիս, որ կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելու։ Հյուսիսարևը այդ առումով այն հիմնական լոգիստիկ ենթակառուցվածքներից մեկն է, որը պետք է ծառայի այդ խնդրի իրականացմանը։ Ռուսաստանը նաև բավականին լուրջ պարտավորություններ է վերցրել Իրանի տարածքում Ռեշտաստրա երկաթգծի բացակայող հատվածի կառուցման համար։ Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ արդեն նույնիսկ ռուսական կողմի վարձակալությամբ է տրվել այդ տարածքը եւ հնարավորություն լինելու արդեն նախկինում խոստացած 1.5 միլիարդի ներդրումը կատարել։ Սա առաջին հերթին իհարկե բխում է Ռուսաստանի շահերից, բայց կարծում եմ Ադրբեջանը եւ Իրանը ևս լրջորեն հետաքրքրված են այս նախագծի մեջ, այնուամենայնիվ Ադրբեջանն ու Ռուսաստանը ունեն ուղիղ ցամաքային կապ, ինչը առկա չէ Հայաստանի պարագայում եւ դա լոգիստիկ առումով ավելի հարմար երթուղ է։ Նա նաև ընդգծում է, որ Հայաստանի համար այս նախագծի շրջանակում միջանցքը փաստացի դուրս է թողնում և մի շարք տարածաշրջանային բարեփոխումներ, որոնք նախկինում անցնում էին Հայաստանի միջով, այժմ կկենտրոնանան Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ուղղությամբ, շրջանցելով հայկական տարածքը։ Մինչ քաղաքագետը գտնում է, որ այդ փոփոխությունը Հայաստանի վրա անմիջական ազդեցություն չի ունենա, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նշում է, որ Հայաստանը շրջանցող ցանկացած երթուղի Հայաստանի տնտեսությանը իրականում դնում է շրջափակման մեջ։ Անկախ նրանից դա կլինի երկաթուղի, նավթագազային խողովակաշար, էներգետիկ հզորություններ կամ այլ ենթակառուցված ցանկացած շրջանցում միաժամանակ լուծում են երկու խնդիր։ Առաջինը նվազեցնում է Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը, երկրորդը կենտրոնացնում է բոլոր տնտեսական և տրանսպորտային հոսքերը արտաքին երկրների վերահսկողության ներքո։ Այս ամենը չհասնում է նաև Հայաստանի պետական բյուջեի եկամուտների վրա եւ բնականաբար ուղիղ կերպով ազդելու Հայաստանի Հանրապետության վճարունակության վրա եւ ինչու՞ չէ նաև բյուջեի սոցիալական ծախսերի կատարման հնարավորությունների վրա։ Թրամփի ուղին 42 կիլոմետրանոց հատվածը իրականում ոչ մի տնտեսական կամ աշխարհաքաղաքական նշանակություն չունի։ Այն միայն կապում է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ, սակայն որևէ հնարավորություն չի տալիս ուղի դեպի Թուրքիա կամ Եվրոպա։ Թուրքիան իր հերթին կառուցում է երկաթուղի, որը շրջանցում է Հայաստանը։ Այս շրջանները քիչ բնակեցված են, տնտեսապես հետամնաց, արդյունաբերությունը զարգացած չէ, գյուղատնտեսությունը նույնպես։ Գազի, էլեկտրաէներգիայի կամ նավթի խողովակաշարների անցկացումը այս շրջաններով Թուրքիայի համար առայժմ անիմաստ է, նշեց տնտեսագետը։ Խողովակաշարերով, երկաթուղներով, հազարավոր, տասնյակ հազարավոր, միլիոնավոր տոննաներով ապրանքների տեղաշարժը իրականացում են հիմնական երկրները, ովքեր որ չինական ապրանք են ենթադրենք իրենց մոտ սպառելու կամ չինական ապրանքների համար տրանզիտ են դառնում։ Բնականաբար չինական ապրանքների համար տրանզիտի թեման բավականին կարելի ասել հանգիստ ֆոն է հիմա ստանալու, որովհետև Միացյալ Նահանգները մոտավորապես 150%-անոց մաքսատուրք են կիրառելու չինական ամբողջ արտադրանքի վրա, ամբողջ,
Բնականաբար դա բերելու է ընդհանրենք այդ տնտեսական, այսպես ասած, երթուղիների, այդ խողովակաշարերի կամ դրանցով տեղափոխող այդ ամեն ինչի անպիտանելիությանը։ Այդ հզորությունները արդեն իսկ շատ մեծ են եւ այս պահին օրինակ Բաքու, Թբիլիսի, Կարս ընդհանրենք երկաթուղին, չէ, աշխատում է իր հզորությունները 30%-ով, ոչ ավելի։ Այսինքն խնդիրը այնտեղ է, որ գնալով այդ ամեն ինչը պակասելու է ու այդ միլիոնավոր տոննաների տնտեսություն կառուցելը, միլիոնավոր տոննաների տեղափոխել, հանքակալ, կամ ընդհանրենք իրեր, կամ ընդհանրենք սարքավորներ, այսօր աշխարհը ինովացիան նոր հեղափոխության մեջ է տեխնոլոգիական, այս ամեն ինչը հետամնաց երկրների բանուգործն է։ Առաջավոր երկրներում այդ միլիոնավոր տոննաների տեղափոխումները կարելի է արդեն առաջնային չեն։